это просто восторг. Չայ խմողները։ Ոնց որ տեսնում եք, Սևանը ծփում է ձմռանը։ Կապուտաչիա Սևանը -6-ին վերածվում է սառցե գեղեցկուհու ու էքստրիմի սիրահարներին հրավիրում է իր ափերի մոտ չմշկելու։ Էքստրիմի սիրահարները կգնահատեն այս զգացողությունը, երբ որ դու հասկանում ես, որ ոտքերի տակ ջուր է, սառած։ Սառած ջրի վրա սահելու միտքը Մանեին չի վախեցնում, որովհետև ամբողջ տարին այս սեզոնին է սպասում, որ կարողանա նախանձելի պտույտներ անել սառույցի վրա։ Բնական սառույցի վրա մի փոքր կարող է բարդ լինել, բայց համենայն դեպս ավելի լավ զգացողություններ ես ունենում, երբ որ բնության մեջ ես սահում, քան փակ տարածքում։ Կկարողանար Մանեն այսպիսի թռիչքներ անել Սևանի վրա, եթե երկար տարիներ գեղասահքով չզբաղվեր։ Վեներան ձեզ օրինակ։ Վախենալու ոչինչ չկա։ Երբևէ պրոֆեսիոնալ գեղասահքով չի զբաղվել, բայց էլի վատ չի ստացվում։ Սևանում առաջին փորձն է, ու շատ տպավորված եմ, էմոցիաները շատ վերջն են, աչքերից փայլից ինձ թվում ազգացվում է։ Այստեղ անկախ քեզանից ռիսկ ես հավաքում, ոչ մի հույս չունես, բռնվելու տեղ չունես, պետքա ստիպված քշես։ Վեներայի ընկերուհին, որ սահելուց շատ հեռու է, ահագին առաջընթաց է գրանցել։ Արդեն կարողանում է ինքնուրույն կանգնել սառույցի վրա։ Սա իմ առաջին փորձն է հենց Սևանի վրա։ Պետք է նայել վախի աչքերին, որ այդ ամեն ինչը հաղթահարես։ Ու ես նայել եմ ու արդեն հաղթահարում եմ, ոնց տեսնում եք, կարող եմ կանգնել սառույցի վրա։ Բա որ սահելու ընթացքում մեկ էլ ոտքերիդ տակ սառույցի հալվելու ճտճտոցն ես լսում։ Իսկական ադրենալին։ Մի քանի անգամ սուտ ձայնն է գալիս, բայց ոչ մի տենց ինչ-որ լուրջ խնդիր չի առաջացնում, էլի, ամեն դեպքում շերտը հաստ է։ 10 սանտիմետր պետք է լինի սառույցի շերտի հաստությունը, որպեսզի սահելը անվտանգ լինի։ Տուրի կազմակերպիչը Համոն նախորոք պարտադիր էլեկտրասղոցով ծակում է սառույցը ու ստուգում սառույցի հաստությունը։ Այնտեղ եթե ուշադիր լինեք, տեղին զնակներ կա, որ նշաններ կա, որ դրանից ենքում չի կարելի, որտեղ այնտեղ սառույցը արդեն 6 սանտիմետր է, իսկ ստե 10 ու պլյուս է։ Իսկ 10 սանտիմետր պլյուսի դեպքում արդեն անվտանգ է։ Սևանի որոշ ափեր միշտ էլ սառչել են ձմռանը, բայց առաջ ում մտքով կանցներ չմշկել սառցեկապանքների վրա։ Նույնիսկ տեղի բնակիչները չեն իմացել, որ կարելի է ասենց ինչ-որ չմուշկով զբաղվել։ Ինստագրամում Համոյի տեսանյութերի շնորհիվ Սևանի ձմեռային հեքիաթը գրավել է նաև զբոսաշրջիկներին։ Очень долго решались ехать не ехать. Երկար էինք մտածում գալ, չգալ, որովհետև ամեն դեպքում սառած ջրի վրա է սահում, վտանգ կա։ Но впечатления невероятные. Բայց հիմա տպավորություններս աննկարագրելի են։ Այսպիսի զգացողություններ նախկինում ոչ ես, ոչ երեխաներս չենք ունեցել։ И у меня восторг. Это невероятный опыт. Սա մի աներևակայելի փորձություն է։ Կյանքում առաջին անգամ սահել եմ մաքուր, թափանցիկ, հարթ սառույցի վրա։ Համեմատելու չէ սահադաշտերի արհեստական սառույցի հետ։ Прям всем рекомендую. Ես սահելիս չէի ուզում կանգ առնել։ Раз не хотелось вообще останавливаться, катишься. Սահադաշտում 10 րոպե հետո հոգնում եմ, իսկ այստեղ 45 րոպե անդադար սահել եմ։ 45, наверное, гоняла. Մինչ երջանիկները ինքնամոռաց չմշկում են, Համոն նրանց ուշտ փորի մասին է հոգ տանում։ Ասում է հատկապես ռուսներին չմշկելն այդքան չի գրավում, որքան կարտոֆիլի պլեճը վառարանի վրա սարքած։ Իրանք վիդեոյով տեսել են, որ կարտոշկեն փեջի վրա ասենց պատրաստում ենք ու հատուկ սրա համար են եկել, ասում են մեզ ավելի շատ էս կարտոշկեն է հետաքրքրում, քան չմշկելը։ Конечно, вкусно. Իհարկե համեղ է, ոնց կարող է համով չլինել։ О, хорошо покататься, потом хорошо поесть. Շատերը մենակ մանկության ժամանակ են կերել այս կարտոշկից ու ոնց որ հիշում են իրենց մանկությունը։ Մարտունակարտոլը ուրիշ է։ Հեսա կփորձեք, դուք էլ կասեք միանշանակ։
Մարտունատակ կարտոֆիլը, Սևանի սառը գիրկը սպասում են ձեզ, քանի դեռ օրերը չեն տաքացել ու կապույտ ալիքները չեն ազատվել սառցեկապանքներից։ Լիլիթ Գասպարյան, Տիգրան Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։